Պարուհի կրտսեր Սոֆի Դևոյանը բավականին ակտիվ է ինստագրամյան հարթակում, վերջին շրջանում նրա հանդեպ հետաքրքրությունն առավել շատացավ, քանի որ նրա հարսանիքը և անձնական կյանքը դարձավ հանրային։ Կրտսեր Սոֆի Դևոյանն ինստագրամյան հարթակում բավականին շատ հետևորդների բանակ ունի, պարբերաբար նա հարց ու պատասխաններ է կազմակերպում, ինչպես նաև հրապարակումներով է կիսվում, այդպիսով ցույց տալով, թե ինչպես է շրջակայում և ինչպես է անցկացնում իր աշխատանքային և առօրյա կյանքը։ Այսօր Սոֆի Դևոյանն ինստագրամյան հարթակում հրապարակում է արել, նշելով, որ մի քանի օր երկրում չգտնվելուց հետո վերջապես վերադարձել է տուն։ Կապ չունի, որ երկիր կգնամ 7-րդ օրվանից հետո երազում եմ հետ գալ տուն, ու սա իմ կոմֆորտ զոնան է, գրել է պարուհին, այդպիսով խոստովանելով, որ ինքը իր տունն ու հայրենիքը շատ է սիրում և կապված է դրան։ Հավելենք նաև, որ ամանորին Սոֆին ամուսնու հետ գտնվում էր արտերկրում, նրանք այդպես էին գերադասել անցկացնել իրենց տոնական օրերը, ինչպես և շատ ու շատ այլ հայտնիներ։ Հավելենք նաև, որ ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ վաստակավոր արտիստուհի Սոֆի Դևոյանը արդեն մի քանի տարի է ունի իր բարի դպրոցը։ Այս դպրոցը Հայաստանում ամենաճանաչվածներից մեկն է։ Այստեղ են շատերն իրենց երեխաների բարն ու կրթությունը վստահում։ Սակայն վերջին տարիներին կարելի է ասել սև ամպեր են կուտակվել Սոֆի Դևոյանի հոգու և բարի դպրոցի շուրջ։ Բանն այն է, որ Սոֆի Դևոյանի պարուսույցները մեկը մյուսին հերթ չտալով լքում են այս բարի դպրոցը, և որպես այդպիսի նրանք այդ տարիների ընթացքում կարողանում են ստեղծել իրենց սերն ու հարգանքը և աշակերտների ու նրանց ծնողների վստահությունը։ Մի քանի պարուսույցների դուրս գալուց հետո շատերն իրենց երեխաներին տեղափոխում են հենց այդ պարուսույցների հիմնած դպրոցը։ Եվ երեկ Սոֆի Դևոյանի բարի դպրոցի ամենահայտնի, ամենաճանաչված և մեծ պահանջարկ ունեցող պարուսույցներից մեկը հայտնեց կրկին Սոֆի Դևոյանի հոգու և բարի դպրոցը լքելու մասին լուրը։ Որպես այդպիսին նա չասաց, որ այլևս չի դասավանդելու Սոֆի Դևոյանի հոգու և բարի դպրոցում, սակայն ինստագրամյան հարթակից հեռացրեց այն գրառումը, որտեղ որ նշվում էր, որ նա պարուսույց է Սոֆի Դևոյանի անվան բարի դպրոցում։ Տաթև Միքայելյանը հայտնեց իր սեփական բարի դպրոցի հիմնման մասին։ Սա իսկական իրարանցում է առաջացրել համացանցում։ Գաղտնիք չէ, որ այս պարուսույցի մոտ պետք է տարիներ առաջ գրանցեին ծնողներն իրենց երեխաներին, որպեսզի հերթ հասներ և հենց այս պարուսույցը դասավանդեր իրենց երեխաներին։ Հետաքրքիրն այն է, որ հենց այս պարուսույցի մոտ էլ գրանցվում են շատերն իրենց հարսի բարը բեմադրելու համար։ Մարդիկ չգիտեն իրենց հետագա քայլերը, մարդիկ, ովքեր Սոֆի Դևոյանի հոգու և բարի դպրոց են իրենց երեխաներին տարել, սակայն այնտեղ էլ ավելի շատ հավանել են Տաթև Միքայելյանին, այսօր կանգնած են փաստի առաջ։ Նրանք չեն հասկանում, թե ինչ անեն, շարունակեն երեխաներին թողնել Սոֆի Դևոյանի հոգու և բարի դպրոցում, թե տանել Տաթև Միքայելյանի հիմնած նոր դպրոցը։ Նշենք նաև, որ շատ հարսիկներ նախքան իրենց հարսանիքը շտապում են գրանցվել Սոֆի Դևոյանի հոգու և բարի դպրոցի հենց Տաթև Միքայելյան պարուսույցի մոտ, որպեսզի հենց նա սովորեցնի իրենց հարսի բարը։ Եվ հիմա ստացվում է, որ Տաթև Միքայելյանը արդեն բոլոր հարսի բարերը, որոնք որ սովորեցնում էր Սոֆի Դևոյանի դպրոցում, կսովորեցնի ինքն առանձին։ Նշենք նաև, որ սա առաջին դեպքը չէ։ Այս տարի մի քանի պարուսույցներ լքել են այս դպրոցը, նրանք հիմնել են իրենց դպրոցները և շատերն էլ իրենք իրենց սաներին իրենց հետ տարել են։ Թե ով է այստեղ մեղավոր և ինչ սևկատու է անցել այս դպրոցի ներսում, դժվար է ասել։ Մեզ մնում է հիշեցնել, որ ավելի վաղ հրապարակումով էինք հանդես եկել։ Սոֆի Դևոյանի մասնակցությամբ ցանկացած հրապարակում լայնորեն տարածվում է համացանցում։ Պարուհու հանդեպ այս ուշադրությունն ու սերը կարելի է համարել ավելի ակտիվ և առավել շատ վերջին տարիներին։ Բանն այն է, որ շատերին հետաքրքրում էր Սոֆի Դևոյանի անձնական կյանքը։ Վերջինս այս ամենը փորձում էր թաքցնել հանրությունից, սակայն վերջին ամիսներին նա հայտնեց, որ սիրելի ունի, նշանադրվել է և պատրաստվում է ամուսնանալ։ Սոֆի Դևոյանի սիրելիին և եղբորը շատերն են միմյանց նմանեցնում։ Օրեր առաջ ինստագրամյան հարթակում հարց ու պատասխանի ժամանակ շատերն էին նշել, որ Սոֆի Դևոյանի եղբայրն ու նրա ամուսինը բավականին նման են միմյանց, դե իսկ պարուհին էլ փաստել էր, որ շատերն են այդ կարծիքին։ Այս օրերին Սոֆի Դևոյանն իր մայրիկի հետ մասնակցում է երկու հաստղ նախագծին։ Սա թերևս էլ ավելի է շատացրել
պարուհու հանդեպ ուշադրությունն ու հետաքրքրությունը։ Սոֆի Դևոյանը վերջին ամիսներին ամուսնացել է։ Նրա հարսանեկան կադրերը տարածվել էին ողջ համացանցով մեկ։ Պարուհին ընտրել էր ոչ ստանդարտ, յուրօրինակ եւ էլեգանտ հարսանեկան զգեստ։ Սա կարճ ժամանակ քննարկվեց համացանցում։ Շատերը նշում էին, որ իրենք երբեք չէին գնա այդ քայլին եւ չէին կրի նման հարսանեկան զգեստ։ Շատերն էլ փաստում էին, որ պետք է տարբերվել, քանի որ այսօր մեկը մյուսին նմանվում են հարսիկները, դե իսկ Սոֆի Դևոյանի ընտրությունը որպես այդպիսին տարբերվող է։ Սոֆի Դևոյանն այս օրերին ինստագրամյան հարթակում հրապարակումներ է անում, ցույց տալով իր նկարահանման հրապարակից կադրեր, թե ինչպես են պատրաստվում եւ աշխատում երկուաստղ նախագծի համար։ Դե իսկ այսօր էլ վաղ առավոտյան պարուհին ինստագրամյան իր էջի սթորի բաժնում հրապարակում է արել, գրելով «Բարի լույս»։ Սոֆի Դևոյանը ցույց է տվել, թե որտեղ են ապրում ինքն ու ամուսինը։ Ինչպես կադրերից է երևում, նորակառույց բնակարան են ձեռք բերել եւ հենց այդտեղ էլ բնակվում է նորապսակ զույգը։ Նշենք նաեւ, որ օրեր առաջ էլ ներկայացրել էինք Սոֆի Դևոյանի, ինչպես նաեւ ավագ Սոֆի Դևոյանի մասնակցությամբ տեսանյութ, որտեղ պարուհիները իրենց բարի խմբով մասնակցում էին հարսանիքի։ Ամուսնանում էր նրանց թիմից մեկը։ Ներկայացնում ենք այս հարսանիքի բացառիկ կադրերը ձեզ, որտեղ պարուհիները մի լավ ուրախանում են։